Այս եկեղեցու թեմային եւ վեհապարի թեմային նաեւ կանդրադառնանք այսօր մեր զրույցի ընթացքում, ինչ այդ ներկայացնեմ իմ հյուրին ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի նորընտիր ներկայացուցիչ Լևոն Պարոնյանն է, ողջույն, շնորհակալ եմ, որ այս անգամ առաջին անգամ որպես նաեւ պաշտոնյա, նորընտիր պաշտոնյա ենք ներկայացնում Պարոնյան, այսպես ընկեր Պարոնյանին մենք առիթներ ունեցել ենք մեր եթերում, մեր տաղավարում տեսնել որպես գործընկեր, լրագրող, այս անգամ որպես կուսակցական ողջունում եմ եւ նաեւ շնորհավորում եմ նոր պաշտոնի համար։ Շնորհակալություն Արտուր։ Ուրեմն վերջերս տեղի ունեցավ Արևմտյան Ամերիկայի հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի ժողովը 60-րդն էր, եթե չեմ շրջանառ ժողովը, եւ գիտեք, երբ որ մենք խոսում ենք համահայկական կառույցների մասին, առաջին հերթին հիշում ենք եկեղեցին եւ դաշնակցությունը, որտեղ այդ երկու կան էլի կառույցներ, չեմ ուզում նսեմացնել իրենցները, բայց այս երկու կառույցները ունեն ավելի այսպես ճյուղավորված են, ավելի մասնակցության առումով ավելի շատ մարդիկ են ներգրաված ներողություն, բայց շատերը պատկերացում չունեն, թե դա ինչպես է լինում, ինչ ասել է կենտրոնական կոմիտե, դա ենթադրում է, որ կան նաեւ այլ կոմիտեներ, այդպես է եւ մի քիչ տեղեկություններ մեզ հաղորդեք, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, Արտուր ջան։ Ուրեմն ինչպես նշեցիք, հունիս ամսին, հատկապես 25-ից 28 հունիսին, Փասադենայի հայ կենտրոնում տեղի ունեցավ հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային ժողովը, 60-րդը։ Շրջանային ժողովը մեր կուսակցության կանոնադրության համաձայն համարվում է ամենաբարձր ժողովը շրջանի գործունեության վերաբերյալ։ Հարավային Ամերիկա ասվածը ոչ միայն Կալիֆոռնիա, արևմտյան ներողություն, ոչ միայն Կալիֆոռնիան է, այլ նաև այլ նահանգներ, չէ՞։ Այո, Արևմտյան Ամերիկա Միսիսիպի գետից, այսինքն արևմուտք, ունենք 16 կոմիտեություններ, այսինքն մասնաճյուղեր, Լոս Անջելեսի տարածքում, այսինքն Գլենդել, Հոլիվուդ այդ հայաշատ տեղերից բացի, նաև ունենք Հյուսթոնում մասնաճյուղ, Սան Ֆրանցիսկոյում, Լաս Վեգասում։ Ուրեմն 2 տարին մեկ գումարվում է շրջանային ժողով, որտեղ քննարկվում է եւ արժեվորվում է նախկին 2 տարվա կուսակցության գործունեությունը ամբողջ շրջանային մասշտաբով եւ կենտրոնական կոմիտեի գործունեությունը, նաև բանաձևեր են անցկացվում, որոշումներ են կայացվում առաջիկա 2 տարվա գործունեության վերաբերյալ ու վերջին օրակարգը ժողովի լինում է նոր կենտրոնական կոմիտեի, այսինքն մեր վարչական կազմի կուսակցության արևմտյան շրջանի վարչության ընտրություն։ Կենտրոնական կոմիտեն, այս էլ ասեմ, 100-ից ավելի շատ մասնակից ունենք շրջանային ժողովում, 16 կոմիտեություններից պատգամավորներ, հայ երիտասարդաց դաշնակցությունից պատգամավոր, նաև բյուրոյի մասնակցությունը, ՀՅԴ բյուրոյի եւ Արևելյան Ամերիկայի եւ Կանադայի նաև կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներ կային։ Ուրեմն նոր կենտրոնական կոմիտե ընտրվեց, լրիվ չի փոխվում սովորաբար կազմում, անձիկան մնում են, անձիկան փոխվում են։ Ես էլ ընտրվեցի որպես նորընտիր կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը ըստ էության ղեկավարն է, այդպես կարող։ Այո, այսինքն մենք ընդհանրապես դաշնակցությունը հավաքական ղեկավարությամբ է առաջնորդվում, բոլորս անդամներս կենտրոնական կոմիտեի հավաքական պատասխանատվություն ենք կրում, ես որպես ներկայացուցիչ պարզապես հրապարակային քաղաքական հարթակներում ես ներկայացնում եմ մեր կենտրոնական կոմիտեի դիրքորոշումները։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ որտեղ որ հայկական համայնք կա քիչ թե շատ, այսինքն կազմակերպված, այնտեղ դաշնակցությունը ունի կառույց։ Այո, այդպես կարող ենք ասել։ Այո, իհարկե ոչ բոլոր համայնքներում, բայց գրեթե բոլոր համայնքներում, այսինքն դաշնակցությունն ունի մոտավորապես 20 այսպես կոչված շրջան համաշխարհային իր կառույցում, Արևմտյան Ամերիկայի կողքին Արևելյանը, Կանադայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, բնականաբար մերձավոր արևելքում երկրներում, Լիբանանում, Այո, ես խոսում եմ իհարկե Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում 2 շրջան ունենք, Արևելյանը եւ Արևմտյանը, իդեպ Արևելյան շրջանը հաստատվել է դեռ 1800-ական թվականներին,
այսինքն գրեթե 1895-96 թվականին ընթերցուց։ Եվ ուզում եմ հիշել, որ հիշատակել այն հայտարարությունը, որ ընդունեցիք, բավականին խիստ հայտարարություններ կապված Հայաստանի ներքաղաքական զարգացումների, ընտրությունների հետ, իշխանությունների նկատմամբ շատ խիստ քննադատական մոտեցում, դա ըստ էության այդ համագումարի ընդունած հայտարարություններ, այդպես կարող ենք ասել, այսինքն դա բխում էր քննարկումների եւ այլն այն բոլոր մասնակիցները, ովքեր եղել են համագումարին, իրենց ընդհանուր հայտարարություններ եւ խնդրեմ մանրամասնել կոնկրետ ինչու է քննադատում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ որ ուղղություններով։ Այո, շատ ճիշտ եք, ուրեմն նաեւ շրջանային ժողովը քննարկում է տեղական մեր հարցերի կողքին, նաեւ համահայկական բնազդունեցող հարցերը եւ շատ լուրջ հայտարարությամբ, շատ խիստ հայտարարությամբ բանաձև ընդունեց, որտեղ նախ եւ առաջ դատապարտվում էր վերջերս կայացած Հայաստանում խորհրդարանական ընտրությունները որպես խեղաթյուրում ժողովրդավարության նորմերի, հատկապես նաեւ քննադատվում է եւ դատապարտվում է հալածանքները, քաղաքական հալածանքները եկեղեցու նկատմամբ, կաթողիկոսի նկատմամբ, բարձրաստիճան կղերականների նկատմամբ եւ այլ քաղբանտարկյալների նկատմամբ։ Այստեղ Արտուր ջան, պետք է մի բան նշել, որ Դաշնակցությունը եւ Հույդան հատկապես արտասահմանում Սփյուռքում մենք երբեք Հայաստանի կառավարության եւ պետականության դեմ չենք եղել եւ չենք էլ կարող լինել, այսինքն սա պետք է հստակ գիծ քաշել։ Այսինքն մեզ համար պետականությունը, ինքնիշխան Հայաստանը, հանրապետությունը գերագույն արժեքներ են։ Նաեւ մենք երբեք դեմ չենք եղել Հայաստանի ժողովրդին, բայց շատ հստակ այսօր Դաշնակցությունը իր բոլոր շրջաններով, իր բոլոր կառույցներով, դրա մեջ ներառյալ Արևմտյան Ամերիկայի կառույցը անընդունելի է համարում այս հակազգային օրակարգը, որը հետապնդվում է այսօրվա իշխանությունների կողմից։ Եկեղեցու մասին խոսեցիք, այսօր մենք քննարկում ենք այդ հարցը, կաթողիկոսին տանել դատարան եւ այլն, իհարկե համոզված եմ դուք միգուցե ձեր կառույցը կամ ընդհանուր կառույցը, այսինքն բյուրոյի հայտարարությունը արդեն եղել է։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ Սփյուռքից եղան վեհապարին աջակցության խոսքեր, հայտարարություններ, տարբեր թեմերի առաջնորդներ, դժբախտաբար մեր թեմից ոչինչ չկա Արևմտյան Ամերիկայի հայ առաքելական եկեղեցուց, որևիցե, այսինքն չէ էլ սպասում, թեև վերջին շրջանում մեր թեմի առաջնորդը իրեն այսպես պահում էր ավելի այդպես չեզոք իբր, բայց հիմա հասկացանք, որ ինչու, որովհետև օրերս տեղի ունեցել նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի եւ մեր թեմի առաջնորդի հետ հանդիպում եւ այլն, այսինքն չգիտեմ ինչ դավեր նյութել ամեն դեպքում, ինչ է կարծում մեր համայնքը պետք է արձագանքի այս ամեն ինչին, ինչպես։ Բնականաբար պետք է արձագանքի, ինչպես նշեցիք, արդեն մի քանի հաստատություններ դատապարտել են այս վերջին իրադարձությունները, այդ թվում նաև Հույդաբյուրոն, Դաշնակցության համաշխարհային վերին մարմինը, բայց նաև երկու օր առաջ տեսանք, որ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Էցիտան Կիլիկիո, նաև հայտարարությամբ շատ խստորեն դատապարտեց Հայաստանի իշխանությունների կաթողիկոսի դեմ հալածանքները եւ նույնիսկ իր հորդորներ, որ ամենայն հայոց կաթողիկոսը չմասնակցի այդ դատական ընթացքին, իսկ նաեւ մի քանի օր առաջ Հոբենտմենը բարեգործական միությունը բավականին խիստ դատապարտությամբ հայտարարություն հրապարակեց, որտեղ հստակ նաեւ հորդորում է Հայաստանի իշխանություններին, որ զերծ մնան միջամտություններից Հայաստանյան առաքելական եկեղեցու ներքին, այսինքն որոշումների եւ նշում է այնտեղ, որ պետությունը իրավունք չունի այդպես միջամուխ լինել հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերում, այսինքն այն ինչի համար որ այսօր կաթողիկոսին դատարան էին հրավիրել, դա
սահմանադրորեն նույնիսկ արգելված է, այսինքն Հայաստանի սահմանադրությունը բացի նրանից, որ հայ առաքելական եկեղեցուն հատուկ, այսինքն կարգավիճակ է ճանաչում, ընդհանրապես իրավունքները սահմանված են բոլոր կրոնական կազմակերպությունների ներքին գործերի մեջ միջամտելու, ուրեմն սա պարզ շատ հստակ սահմանադրության եւս մի խախտում է, արդեն այս իշխանությունները, չասենք, արդեն չենք էլ կարող հաշվել այլևս այդ սահմանադրական խախտումները, որ տարիների ընթացքում կատարել են, ասել կարծեք թե գլուխ գործոցն է այդ սահմանադրական խախտումների։ Այո։ Մեր համայնքի մասին եմ ուզում, հիմա ձեր ուշադրության կենտրոնում ինչ ուղղություններ են եւ հատկապես ուզում եմ խոսեք այն մասին, որ տեսեք Սփյուռքը, մենք իհարկե այստեղից ձայներ հնչում են, դուք ասացիք հոմենտմենը, նաեւ հավելացնեմ բարեգործականն է հոմենտմենը, այսինքն բարեգործականի մասին է։ Եվ տարբեր կառույցներ իհարկե հայտարարություն անում են, բայց տեսեք Փաշինյանի իշխանության թիրախը նաեւ Սփյուռքն է եւ իրենք հիմա եւս մեկ քայլ են արել Սփյուռքին զրկելու ընտրելու իրավունքից, օրինակ եթե ես Հայաստանի Հանրապետություն քաղաքացի լինելով որոշեմ գնալ որևիցե ընտրության կամ հանրաքվեի մասնակցեմ, չեմ կարող, որովհետեւ այնտեղ, չգիտեմ, 6 ամիս թե մի տարի պիտի այնտեղ բնակ, այսինքն մի տարի առաջ պիտի գնամ, որ ապրեմ այնտեղ, որ կարողանամ քվեարկել։ Իհարկե դա խայտառակություն է եւ ավելի մեծ, այսպես վնաս Սփյուռքին չեն կարող տալ, ել չեմ ասում, թե ինչպես պետք է խրախուսեն Սփյուռքում բնակվող հայերին դառնալ Հայաստանի քաղաքացի։ Այս ուղղությամբ եւ ընդհանրապես ինչ ուղղությամբ եք դուք աշխատանք տանում Արևմտյան Ամերիկայի մեր համայնքներին եւ ինչ վերաբերմունք կա ընդհանրապես նաեւ ուզում եմ այդ ֆիդբեքը, հա, ոնց որ ասում են արձագանքը տեղերից, ինչ են խոսում, ինչ են ասում մարդիկ ընդհանրապես։ Արդյոք այդ ուղեղների լվացման այդ մեխանիզմները նաև այստեղ են աշխատում սոցիալական սանկցիաների միջոցով։ Մեզ համար երբեք Սփյուռքը պարզապես դիտորդի դերում չի եղել, այսինքն մեզ համար Սփյուռքը պետք է միշտ լինի եւ մնա ակտիվ գործոն, վճռորոշ գործոն, թե ոչ թե միայն, այսինքն արտասահմանյան եւ մեր գաղթօջախների կյանքի մեջ, այլ նաեւ համահայկական մեր օրակարգերում։ Այդ առումով մենք շատ անելիք ունենք, այսինքն հատկապես երբ Հայաստանի իշխանությունները արդեն լքել են այն մեր դասական օրակարգերը, չէ, այսինքն հայոց ցեղասպանության ճանաչումը այլևս առաջնահերթային օրակարգ չէ, ընդհանրապես օրակարգ չէ այսօրվա իշխանությունների համար։ Ավելին Արցախահայության բռնի տեղահանման հարցը եւ Արցախահայության վերադարձի իրավունքը այսօրվա հայաստանյան իշխանությունների օրակարգի վրա ոչ թե չկա, այլ իրենք ուղղակի խոչընդոտում են նաեւ այդ գործողությունները։ Ուրեմն մեր վրա հավելյալ բեռ կա Սփյուռքում հատկապես եւ ավելի այսինքն վճռորոշ եւ այն տեղերում, որ ուժային կենտրոններ են, չէ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները այսինքն հիմնական ուժային կենտրոն է աշխարհի համար, մենք Սփյուռքում այստեղ հավելյալ պատասխանատվություն ունենք, որ այդ օրակարգը լսելի դարձնենք, Մեզ համար Արցախի հարցը պարզապես սահմանների փոփոխությամբ ավարտված չէ, օրինակ մենք հրաժարվում ենք այդ մտքից, այդ մտքի հետ հաշտվել, որ Արցախի հարցը փակված է, ինչ որ այսօր իշխանությունները փորձում են իրագործել։ Ուրեմն իրենք նաև այդ Սփյուռքի Հայաստանի քաղաքացիներին քվեարկության իրավունքից զրկելով, որտեղ եթե նայեք Արտուր ջան, իրական հաշվով քանի քաղաքացի պետք է գնար մասնակցել այդ ընտրություններում, ավելի սիմվոլիկ ակտ է, չէ, այսինքն չենք պատկերացնում, որ Սփյուռքից Հայաստանի քաղաքացիները հարյուրավոր հազարներով մեկնելու էին, ժամանելու էին Հայաստան ու մասնակցեին որևէ ընտրությունների։ Բայց դու զրկում ես իրավունքից, մարդը կարող է չօգտվել այդ իրավունքից, բայց դու զրկում ես դրանից։ Այո, եւ ասածս դա է, որ իրենք նաեւ դա որպես սիմվոլիկ հարված են ուզում տան Սփյուռքի Հայաստանի քաղաքացիներին, կտրեն, որ այսինքն այնպիսի
մտնոլորտ ստեղծեն, որ այլևս դուք ասելիք չունեք Հայաստանում։ Գիտեք, որ Սփյուռքը դժբախտաբար մեծանում է, այսինքն Հայաստանից շարունակում են դուրս գալ, ամեն անգամ ընտրություն, հիասթափություն դուրս են գալիս։ Եվ այդ կապը հետո պահում են, բայց հիմա ամեն ինչ անում են այդ կապը կտրելու, դա է խնդիրը։ Այսինքն ինչ որ ուրիշ ծրագիր է աշխատում Հայաստանում հայերին սարքել փոքրամասնություն։ Այո, եւ գիտեք, նաեւ մի բան նկատելի է վերջին 10-ամյակ տարիների կտրվածքով, որ մեր Սփյուռքն էլ գնալով ոչ թե միայն մտայնապես դեպի արևմուտք է գնացել, այլ նաեւ ֆիզիկապես, չէ, մեր դասական գաղթօջախները լինեն դրանք Լիբանան, Սիրիա, Իրանում, նույնիսկ Արևելյան Եվրոպայում, չէ, դատարկվել են վերջին տարիների ընթացքում եւ այդ հոսանքը գնացել է ավելի ու ավելի դեպի արևմուտք, նաեւ հայրենիքից ֆիզիկապես ենք հեռացել եւ եթե այսինքն մարդ մի քիչ դավատրապաշտ լիներ, միգուցե մտածեր, որ նաեւ դա ծրագիր է, այո։ Եվ ամփոփելով թեման, ուզում եմ հարցնել, ինչ պետք է սպասի մեր համայնքը առաջիկա տարիների ընթացքում, ինչ սպասենք։ Արտուր ջան, մենք այսօր դիմակայում ենք հսկայական, այսինքն ճակատագրական մարտահրավերներ, երբ թե հայրենիքում, թե Սփյուռքում մեր ազգային արժեքները, մեր ազգային ինքնությունը, ազգային գիտակցությունը մեծ հարվածի տակ է։ Ու դրա դեմ միակ ձևը, այսինքն դիմադրելը հավելյալ կազմակերպված ուժ լինելն է։ Այսինքն մենք պետք է հավելյալ աշխատենք, կրկնակի աշխատենք, 4 անգամ, 10 անգամ ավելի շատ աշխատենք, որպեսզի կազմակերպված ձևով Սփյուռքը կարողանա պահի իր ինքնությունը, ազգային ինքնությունը, ոչ թե միայն հայապահպանման նպատակով, այսինքն դա բնականաբար առաջնահերթային է, եթե դու չես կարողանում Սփյուռքում մնալ հայ, չես կարողանալու օգտակար լինել հայրենիքին։ Ուրեմն հայապահպանումը ինքնին, որ եղել է դասական նպատակ դաշնակցության համար եւ այլ սփյուռքյան կառույցների համար, բայց նաեւ հիմա, ինչպես առաջ նշեցի, մենք հավելյալ բեռ ունենք, որ համազգային առումով այսինքն ազգային օրակարգ հետապնդենք, որովհետև այլևս Հայաստանի իշխանությունները չեն կիսում այդ օրակարգը։ Ուրեմն պետք է մնանք տեղեկացված, բնականաբար պետք է մնանք ակտիվ եւ պետք է Սփյուռքի մեջ մենք հավաքական ձևով մնանք մեր ազգի բարի բուն իմաստով ազգի թիկունքին եւ կողքին։ Շատ շնորհակալ եմ ընկեր Պարոնյան տեղեկությունների համար, հուսանք մենք առաջիկայում եւս կունենանք հնարավորություններ ավելի կոնկրետ խոսելու խնդիրների մասին։ Ձեզ հաջողություն։ Ես եմ շնորհակալ։